Ռուսական դատական այցանները ոչ թե մեզ չպատասխանեցին, այլ պատասխանեցին, ուղղակի մեր խնդրանքը լուծում չստացավ։ Եվ որոշումը դատական վերջին ատյանի, որը հետո սահմանադրական եւ գերագային դատարանները միասին համատեղ բացատրություն տվեցին մեզ, որ գերագույն դատարանի որոշումը վերջնական է ռուսական օրենսդրությունում, որի մեջ գրված էր, որ Ռուսաստանը չի կարող միջազգային պայմանագրերի հարցը քննարկել իրեն օրենսդրության սահմաններում։ Այսինքն, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները համարում են Մոսկվայի Կարսի պայմանագրերը որպես միջազգային պայմանագրեր, դա 2025 թվականի դեռ հոկտեմբեր ամիսն էր, եւ այդ համաձայն միջազգային օրենքների, միջազգային պայմանագրերը քննարկվում էին միայն միջազգային ատյաններում, միջազգային դատարաններում։ Դա նշանակում է մեզ խորհուրդ տվեցին գնալ ՄԱԿ-ի դատարան։ ՄԱԿ-ի դատարանը դա ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն է, որը քննում է, ուսումնասիրում է բոլոր դիմումները, որոնք համապատասխանում են, թե չեն համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ իրենց իրավասության տակ քննարկելու հարց է։ Եվ իհարկե այդ գերագույն դատարանի ռուսական ատյանների որոշումից հետո, գերագույն դատարանի որոշումից հետո մենք դիմեցինք մարդու իրավունքների դատարան։ Առաջ անգամ մենք դիմեցինք ուղղակի ՄԱԿ, պատասխան ստացանք, որ պիտի դիմենք մարդու իրավունքների կոմիտե, որը Ժնևում է, մինչև նա ուսումնասիրի, ՄԱԿ-ը չի նայելու այդ հարցը։ Երկրորդ անգամ մենք դիմեցինք մեր խնդրանքով, որ ստացել ենք մեր հարցը ռուսական դատարանները չեն լուծել, խնդրում ենք դուք լուծել, քանի որ այդ պայմանագրերը համարվում են միջազգային։ Եվ մենք ստացանք պատասխան, մարդու իրավունքների կոմիտեն առաջի անգամ գրեց, որ մեր հայցը ընդունել է, ուսումնասիրության մեջ է գտնվում։ Որոշ ժամանակ հետո, երկու շաբաթ հետո մենք ստացանք պատասխան, որ դուք շատ լավ եք բնութագրել ռուսական ատյաններում անցած process-ը, որը հիմք է տալի ընդունել, որ դուք անցել եք դատական process-ը, հիմք է տալի, որպեսզի մտնեք դիմեք ՄԱԿ-ի դատարան, բայց միջազգային ՄԱԿ-ի օրենքների համապատասխան կան որոշակի թերություններ, միջազգային նորմերին եւ կոնվենցիաների մասով դուք համեստ եք գրել, թույլ եք գրել, վերանայեք դա եւ նորից դիմեք։ Մենք դա արդեն գիտեք ապրիլ ամիսն էր մեր վերջ անգամ մենք ելույթ ունեցանք, որից հետո հետևեց այդ ՄԱԿ-ի պատասխանից հետո անմիջապես հետևեց ինձ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու process-ը եւ հայտարարությունը։ Եվ արդեն ես ստիպված տեղափոխվեցի Հայաստան, բացեցինք Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը եւ սկսեցինք այստեղից աշխատել ու ձևափոխել արդեն մեր հայցադիմումը, ոչ թե դենոնսացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, այլ որպես հետևանք գործողության մեջ դնել Վիլսոնի իրավարար վճիռը։ Ես ոչ մի տրագեդիա դրա մեջ չեմ տեսնում, որովհետև շատ ժամանակ մեզ ուղղորդում են ինչ-որ ուժեր, երազել կարելի էր, որպեսզի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի քննարկման հետ միասին դնել Վիլսոնի իրավարար վճիռի հարցը, որտեղ Վիլսոնի իրավարար վճիռը ժամանակին չէր կատարվել այն պատճառով, որ գոյություն ունեին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որոնք խանգարել էին Վուդրո Վիլսոնին եւ հայությանը գործողության մեջ դնել այդ
Վիլսոնի իրավարար վճիռը հանգամանքները այդպես ստացվեց եւ դուք ճիշտ եք քանի դեռ այդ երկու պայմանագրերը գոյություն ունեն միշտ խոչընդոտ կլինի Վիլսոնի իրավարար վճիռի իրագործման համար հիմա մենք արդեն միացրել ենք Մոսկվայի Կարսի պայմանագրերը եւ հետևանք Վիլսոնի իրավարար վճիռը գործողության մեջ դնելը համարելով որ դրանք շահկապված են հենց այդ ձևով էլ մեր դիմումը քննարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում մենք մեծ համար համարում ենք մեր կազմակերպության համար մեծ հաջողություն շատերը մտածում են որ կասկածում են որ այդ իրավունքը մենք չունենք եւ այլն բայց իրավունքը մենք չենք որոշում եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը վերցնում է քննարկման եւ չի ասում դուք իրավունք չունեք էլ մեզ չդիմեք ոչ ոք չի կարող ասել որ դա ճիշտ ճանապարհ չէ դա միակ ճիշտ որևէ արդյունք այդ քննարկումից դուք տեղյակ եք թե դեռ ոչ քննարկել են արդեն ասեցի արդյունքը որ դուք ռուսական դատական process-ի անցման ճանապարհը շատ լավ բնութագրել եք բայց միջազգային օրենքների կոնվենցիաների մասով ձեր հայցադիմումից քիչ նյութեր կան շատ լավ համեստ այսինքն դա լրացրեք շատ լավ մենք հիմա ինչ որ ժամկետ կա դրա համար ժամկետը 5 տարի է բայց մենք 5 տարի չենք սպասել այս 3 ամսվա մեջ մեր օֆիսն է ձևավորված տարբեր փաստաբանների հետ հանդիպումներ, խոսակցություններ խոսակցություններ, հանդիպումներ, համաձայնություններ է եղել եւ շատերը մեր հայ փաստաբաններից ուզում են այդ process-ին մասնակցել, որոնց օժանդակությունը շատ մեծ է օգտակար կլինի մեզ համար, որովհետեւ ես ռուսական օրենսդրության նորմերը գիտեմ, բայց եւ պրակտիկան իսկ հայկականը չգիտեմ, չնայած այստեղ հայկականի հարց չէ, այստեղ միջազգայինի հարց է։ Եվ միջազգային իրավագիտության մասնագետներ Հայաստանում շատ կան։ Երևի մենք միասին կաշխատենք այդ process-ը չենք ձգի։ Այսինքն պաստորեն դուք ասում եք, որ այդ փաստաթղթի կազմման փուլը անցել է այսպես խմբային աշխատանքի դերասարական կազմակերպության ներսում այդ իրավաբանները ձեզ օգնում են, որպեսզի դուք ճիշտ ձևակերպեք այդ դրույթները, ճիշտ հասկացա։ Այո, Ռուսաստանում օգնում էին ռուսական մեր Կուզբասի հայրի միության իրավաբաններ, փաստաբաններ եւ այլ ազգի բոլոր ազգերի որոնք մասնակցել են, նույն այստեղ հիմա մենք աշխատում ենք արդեն միայն հայ փաստաբանների միջազգայնակետների հետ եւ որոնք ունեն դատական process-ի փորձ մասնակցության եւ հայցադիմումների փորձ։ Ում անունից է ներկայացվելու դիմումը։ Դիմումը ներկայացվելու է Կուզբասի հայրի միության նախկին նախագահ Անտոն Միրզախանյանի, որը կրողն է այդ իրավունքը, որը անցել է ամբողջ ճանապարհը, որը միաժամանակ համարվում է այսօր Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության ղեկավարը։ Եվ մեկ անձի ստորագրությունը ներկայացնելու է երկու կազմակերպություններ, որպեսզի իրավահաջորդությունը, շահկապվածությունը չկտրվի։ Ես հիշում եմ, որ մեր հաղորդումներից մեկի ժամանակ դուք կոչ արեցիք այստեղից հեռուստացույցից, որպեսզի այն բոլոր հասարակական կազմակերպությունները կամ մարդիկ, որոնք կցանկանան իրենց ստորագրությունը դնել այդ դիմում տակ միանալ ձեզ միանան։ Ինչ որ արդյունք տվեց այդ ձեր կոչը։ Այո, շատ ճիշտ հարց եք տալիս, այս երկու ամսվա ընթացքում շատ մարդիկ են եկել Ռոֆի, շատերի հետ ենք զրուցել, շատերին մենք ենք դիմել, խնդրել, որպեսզի ստանան կոնսուլտացիա, խորհրդակցենք իրենց հետ, շատերը եկել են եւ մեծ
քանակի գրականություն եւ իրենց բարձում է շատ մարդիկ են փորձել այդ ճանապարհով գնալ եւ իրենց կատարած աշխատանքները ներկայացրել են մտածելով որ պետք կգա որտեւ իրենք չեն շարունակում բայց այդ փորձը պետք կգա նման օգտակար հանդիպումներ որ իրենց փորձը մեզ փոխանակեն իրենց գրածները մեծ տան որպեսզի լրացվի այդ կոմիտեի խնդրանքը միջազգային կոնվենցիաների մասով եւ օրենքների մասով կարելի ասել բավականին նյութ հավաքվել է բայց մեծամասամբ եկել են մեր մոտ մարդիկ որպեսզի հենց այնպես խոսելու զրուցելու ինչ որ բան իմանալու համար մենք արդեն այդ ովքեր ուզում են գան հենց այնպես ասեք որտեղ ստորագրենք ստորագրող մեզ պետք չի մեզ պետք է որպեսզի ստորագրությունը մեկն է լինելու ուղղակի մեզ պետք է լինի որ այդ ստորագրությունը մասսայական է ներկայացնում է հասարակությունը հայ ժողովուրդը եւ Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպությունը ստեղծված է հենց այդ նպատակով եւ ինչքան անդամներ եւ մասնակիցներ կլինեն Վիլսոնյան Հայաստան կազմակերպությունում ուրեմն հայցադիմում կլինի այդքան հայերի անունից եւ պատահական չէ անմիջապես առաջարկեցին մեր մասնագետները միջազգային ովքեր զբաղվում են դրանով ստեղծել ֆոնդ Էլի Վիլսոնյան Հայաստան անվանունում, որտեղ այդ ֆոնդի մասնակիցները կարող են լինել արդեն միլիոնավոր մարդիկ, հայեր, հիմնականում հայեր։ Դա ֆորմալ այդ ֆոնդի նպատակը կլինի, այսպես ենթադրենք, ովքեր համաձայն են այս մեր հայցադիմումին, կամ գրավոր համաձայնություն գրեն, ուղարկեն, որ համաձայն են, կամ 1 ցենտ ուղարկեն այս ինչ հաշվին, ֆոնդի հաշվին, որը կարող է պետք է հետո դատական պրոցեսների կազմակերպելու ծախսերի համար։ Դա կլինի արդեն համաձայնության նշան։ Դա ամենահեշտ տարբերակն է մասսայականացման համար։ Իսկն կամաց մենք այսպես իրավական հիմքերը թե ստեղծում ենք, այլ մեծացնում ենք, բազմացնում ենք, որպեսզի մեր դիմումը հետո լինի այսպես բիսուպրեչնի, ավելի մաքուր հիմնովի